Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում փոփոխություններ են նկատվում։ Հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, ամփոփելով Ադրբեջան կատարած այցը։ Նա ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության հաստատման ճանապարհին։ Համաձայնագրի հիմնական տարրը տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման պարտավորությունն է։ Դա ոչ միայն կամրապնդի կապերը տարածաշրջանի ներսում, այլև կմոտեցնի Եվրոպան Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային։ Կոսը հավելել է, որ Ադրբեջանը կարող է հույս դնել Եվրամիության վրա կարգավորման գործընթացի հետագա առաջխաղացման համար, ներառյալ հնարավոր անդրսահմանային և տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները, հաշտեցման ջանքերը և հումանիտար հարցերը։ Հանձնակատարը նշել է նաև, որ Եվրամիությունը մտադիր է ամրապնդել կապերն Ադրբեջանի հետ, զարգացնելով տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի հեռանկարները։ Կոսն անդրադարձել է նաև Ուկրաինայում Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ Ռուսաստանի գործողություններին, դատապարտել այդ հարձակումները։ Դա պատահականություն չէ։ Եվրամիությունն ու Ադրբեջանը հաստատակամորեն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի դիտավորյալ հարվածներն անհիմն են և որևէ արդարացում չունեն։ Վրաստանի հասարակությունը Եվրամիությունից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցության համար, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ Շալվա Պապուաշվիլու պնդմամբ Եվրամիության խոսնակն աջակցություն է հայտնել Վրաստանի կառավարությունը տապալելու հանրահավաքին, ինչի հետևանքով Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ 25 ոստիկան է վիրավորվել։ Ինչ վերաբերում է Վրաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականին, կրկին կոչ եմ անում ԵՄ բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ կեղծ խոսույթների տարածումից, որոնք ամրապնդում են արմատական ուժերի ձգտումը, խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը համատեղ հայտարարություն էին տարածել, կոչ անելով հանգստություն և զսպվածություն դրսևորել հետընտրական շրջանում, հարգել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքը։ Ամիսներ շարունակ անկախ լրատվամիջոցների վրա հարձակումները, քաղաքացիական հասարակության դեմ օրենքների ընդունումը, ընդդիմադիրների և ակտիվիստների ազատազրկումը, ինչպես նաև իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսգրքի փոփոխությունները կտրուկ կրճատել են մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Կայա Կալասը և Մարտակոսը նաև հերքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մեղադրանքներն այն մասին, թե Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատու է Եվրամիության դեսպանը, որն աջակցել է սահմանադրական կարգը տապալելու փորձին։ Եվրամիությունը կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը և դատապարտում Վրաստանում ԵՄ դեսպանի դեմ անձնական հարձակումները։ Հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Թբիլիսիում հանրահավաք էր սկսվել։ Ցուցարարները ներխուժել էին Վրաստանի նախագահի նստավայր։ Իրավապահները նրանց դեմ կիրառել էին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մի քանի ընդդիմադիր գործիչ ձերբակալվել է։ Սիրիայում հոկտեմբերի 5-ին անցկացվել է խորհրդարանի ընտրություն, առաջինը նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սիրիայում խորհրդարանը ձևավորվում է ոչ թե ուղղակի համաժողովրդական ընտրության միջոցով, այլ հատուկ տարածաշրջանային մարմինների և նախագահի կողմից։ Ընտրությանը մասնակցել է ընտրական կոլեգիայի 6000 անդամ, որոնք ընտրում են խորհրդարանի 210 անդամի 2/3-ին, իսկ խորհրդարանականների 1/3-ին կնշանակի նախագահ Ահմեդ Աշ-Շարան։ Անվտանգության և քաղաքական պատճառաբանումներով իշխանությունները հետաձգել են քվեարկությունը փոքրամասնությունների կողմից կառավարվող 3 նահանգում։ Այսպիսով 19 տեղ թափուր կմնա, մինչև այնտեղ հնարավոր լինի քվեարկություն անցկացնել։ Ահմեդ Աշ-Շարան ժողովրդական խորհրդի ընտրությունն անվանել է կարևոր ձեռքբերում, հույս հայտնելով, որ նոր խորհրդարանը Սիրիայի բարգավաճման համար նոր էջ կբացի։ Հրապարակվել են հոկտեմբերի 4-ին Չեխիայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքները, հաղթել է միլիարդատեր Անդրեյ Բաբիշի կուսակցությունը, ստանալով ձայների գրեթե 35%, այսինքն 200 տեղանոց ստորին պալատի մանդատներից 80-ը։ Ըստ Պոլիտիկոյի դա ամենաբարձր ցուցանիշն է, որ որևէ առանձին կուսակցություն երբևէ գրանցել է Չեխիայի խորհրդարանի ընտրությունում։ Բաբիշը, որը 2017-ից 2021 թվականներին զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, արդեն կոալիցիա ձևավորելու շուրջ բանակցություններ է սկսել ոչ եվրոպամետ երկու կուսակցության հետ, որոնք հաղթահարել են 5%-ի շեմը։ Վարչապետ Պետր Ֆիալայի աջ կենտրոնամետ իշխող կուսակցությունը ստացել է ձայների 23%-ը։
Իսրայելը եւ Համասը Եգիպտոսում անուղակի բանակցություններ են մեկնարկում, որոնց նպատակն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի կյանքի կոչումը։ Բանակցությունները տեղի են ունենում Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ։ Համասը համաձայնել է Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի մի մասին, այդ թվում իսրայելցի պատանդների ազատ արձակմանը, սակայն որոշ պայմաններ շարժումը դեռ չի ընդունել։ Համասի պատվիրակության ղեկավարն է Խալիլ Ալ-Հայյան, որին սեպտեմբերին Իսրայելը փորձեց սպանել Կատարում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանգստյան օրերին Համասի եւ տարբեր երկրների հետ դրական քննարկումներ են տեղի ունեցել Գազայում պատերազմի ավարտի շուրջ։ Թրամփը նաև կոչ է արել արագ առաջ ընթանալ։ Ժամանակը շատ կարևոր է, այլապես մեծ արյունահեղություն կլինի, որը ոչ ոք չի ցանկանում, հավելել է նա։ Միևնույն ժամանակ, ըստ Գազայի առողջապահության նախարարության, վերջին 1 օրում իսրայելական հարվածներից եւս 65 պաղեստինցի է զոհվել։ 2 տարվա պատերազմի ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 67 000-ը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։